Դուք ասացիք, որ հայկական ինքնության այդ պահպանության խրամատում մեծ գործուն են անելու մտավորականները։ Արդյոք իրենք գիտակցում են, ես բոլորի մասին չեմ խոսում, բայց հիմնական մասը գիտակցում են, թե ինչպիսի ժամանակներում են ապրում եւ ինչ խնդիրներ ունեն իրենց առջեւ դրված։ Եթե ընդհանրականի մասին Որ թիրախներ ինքնությունն է, ես դա նկատի ունեմ։ Հա, եթե մենք ընդհանրականի մասին մտածենք, այսինքն եթե գիտակցումը լինի, ապա շատ շատերը կլինեին այդ խրամատում։ Որովհետև ես գիտեմ, որ մտավորական լինելը դա հենց ինքը բայկարող լինելն է։ Այսինքն մտավորական լինելու նույնիսկ մեր պատկերացումն է սխալ, որ ով որ օրինակ հայտնի է, ով որ բարձրագույն ավարտ է եւ այլն, ով որ մի քանի գիրք է գրել, բայց ինչ է գրել։ Այ խնդիրը դրա մեջ է։ Բովանդակության մասին մենք մոռանում ենք եւ ասում ենք, որտեղ են մտավորականները։ Այսինքն 15 թվականին եթե հետ վերադառնանք 1915 թվականին հայոց ցեղասպանության ժամանակ տեսեք մտավորականությունը բայկարում էր ամեն ձև, այո, կային որոնք որ խափնված էին։ Մոլորված էին, այո, բայց այսօր էլ նույն պատկերն է։ Մի քիչ անցեք ձեր անձնականից, ձեր հաստիկից, աշխատավարձից, մի քիչ անցեք այդ կողմ, Աստված իր ծառաներին չի մոռանում։